Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր հունիսի 29-ն է մենք շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր ես ուզում եմ ձեզ հետ խոսել երկու թեմաներից, առաջինը դա կապված է ռուս-ուկրաինական հարաբերությունների հետ, ինչ հաջողությունների լուրջ հասավ Ուկրաինան վերջի ժամանակներս օգտագործելով ԱԹՍ-ներ, դրոններ, լրջագույն հաջողությունների, ինչ է կատարվում Ռուսաստանում, հիմա Ռուսաստանում ուղղակիորեն պանիկա է, խուճապ է կապված բենզինի պակասի, կապված դիզելի, սալարկի պակասի, լրջագույն վիճակ է, Դոնալդ Տրամփի դիրքորոշումը, Պուտինի վերջի ժամանակվա մեկ-երկու հայտարարությունների մասին կխոսենք։ Պարզ է նաև ստեղ ես մի երկու խոսք ասեմ Դմիտրի Մեդվեդևի մասին, որը նորից խոսեց Հայաստանի թեմաներից, աջակցություն ցուցաբերեց Գագիկ Ծառուկյանին, դրանից էլ կխոսենք, բայց երկրորդ թեման ոչ պակաս կարևոր թեմա է, դա փաստ է, որ Իսրայելի կառավարությունը ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Ինչ հետևանքների դա կբերի, ինչ ազդեցություն դա կունենա, օրինակ հայ-թուրքական հարաբերությունների վրա կամ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Դուք գիտեք, երեք կառավարության նիստում իրանք Իսրայելի կառավարությունը հաստատեց, որ ճանաչում է հայոց ցեղասպանությունը։ Ու դա ես նոր ասեցի, կբերի հետևանքներին, արձագանքեցին պարզ է նույն պահին Թուրքիայի արտգործնախարարությունը եւ Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Կխոսենք դրա մասին, այդ ինչ է նշանակում մեր դիրքորոշումը, մեր արձագանքը, որը պետք է լինի մեր կառավարության դիրքորոշումը Թուրքիայի հետ կապված այսօրվա անպայման ձեզ կներկայացնեմ ու այդ կարևոր երկու հարցերը այսօր մենք ձեզ հետ կքննարկենք։ Ուրեմն սկսում ենք մեր աշխատանքը։ Դուք գիտեք, որ Ուկրաինան վերջի ժամանակներս ել ավելի հուժկու հարվածներ է տալիս խորքերում Ռուսաստանի նավթամշակման գործարանները վնասում է կամ առանձին դեպքերում ոչնչացնում է, ռազմական օբյեկտների հարվածում է, ռազմական գործարաններ Ռուսաստանի։ Մենք այդ process-ը տեսնում ենք բավական հաջող, բավական ակտիվ դա անում է Ուկրաինան, այդքան մեծ հաջողությունների ստեղ հասավ Ուկրաինան, որ նույնիսկ մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ Դոնալդ Տրամփը խոսեց այդ հաջողությունների մասին, ավելին ինքը ասեց Զելենսկուն, որ դու կարողացար, ապրես, դու գիտեք, որ Դոնալդ Տրամփը չի թաքցնում, որ ինքը կողմնակից է հասնել խաղաղության, եթե պետք է ուժ կիրառելով։ Իր մոտեցումը դա է, ու ինքը հարգում է մարդկանց, ովքեր կարողանում են կազմակերպել պատերազմական հակահարվածներ տալ, ուժային հակահարվածներ տալ այն պետություններին, որոնք պատերազմները սկսել են, ու ինքը մեծ հարգանքով ընդունեց, հիշում եք Ֆրանսիայում անցած մեծ յոթնյակի ժամանակ ընդունեց Զելենսկուն եւ զրուցեց իր հետ։ Ավելին Դոնալդ Տրամփը հիշում եք այն ժամանակ ասեց, որ Ռուսաստանը պետք է համաձայնվի եւ ստորագրի համաձայնագիր։ Ինքը հատուկ նշեց, ավելին ինքը ասեց, որ ինքը կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի վրա։ Հիմա, որ դուք պատկերացնեք մասշտաբը աշխատանքի Ուկրաինայի այդ դրոնների արտադրության հետ կապված, դրոնների օգտագործման հետ կապված Ռուսաստանի դեմ ու Ռուսաստանի խորքերում մասշտաբը գրեթե ամեն օր 500-ից ավել դրոններ վերջի ժամանակներս գրեթե ամեն օր 500 դրոններ հասնում են Ռուսաստանի տարածք, Ռուսաստանի օդերը։ Պատկերացրեք անցած տարի մայիսին 2700 դրոն հասավ
մայիսի ընթացքում Ռուսաստան։ Այս տարի մայիսին մոտավորապես 9000 դրոն, պարզ է տարբեր տեսակի, նաև մարտական դրոններ, նաև հետախուզական դրոններ, հարցակողական դրոններ հասան Ռուսաստանի տարածք 3.5 անգամ ավել։ Այս արտադրությունը դրոնների զարգանում է Ուկրաինայում, նաև այլ երկրների հետ ու կարողանում են լրջագույն վնասներ հասցնել Ռուսաստանին։ Հիմա ինչ ֆիքսեցին դիտորդները, ինչ կատարվում է հիմա Մոսկվայում, Մոսկվայի շրջաններում։ Այնտեղ, որտեղ որ կան անտառներ, ինչ որ հարթակներ է ստեղծում Ռուսաստանը, ծառերը կտրում են հարթակներ ու կա կարծիք, որ դա հակաօդային համակարգի համար է, քանի որ դրոնային հարձակումները ուժեղանում են, ուրեմն հակաօդային համակարգերը ուզած-չուզած Ռուսաստանը պետք է ուժեղացնի։ Ու շատ թանկ է դա նստում, եթե դրոնների գինը ասենք 50,000, 100,000, 200,000 դոլարը հակաօդային համակարգով երբ որ խփում են դրոնները, դա միլիոնավոր դոլարներ արժեցող հրթիռներ են եւ այլ եւ այլ։ Ինչ եմ ուզում ասել, Ուկրաինան կարողացավ փոխել բնույթը պատերազմի ու լրջագույն վնասներ հասցնել Ռուսաստանին։ Այդքան ուժեղ հարվածներ հասցվեց նավթամշակման գործարանների Ռուսաստանի, որ հիմա դուք գիտեք դեֆիցիտ է Ռուսաստանում, ուղղակի խուճապ է հասարակության մեջ եւ դիզելի հետ, սալյարկայի հետ կապված եւ բենզինի։ Ռուսաստանը հիշում եք որոշում ընդունեց մի քանի ամիս առաջ, որ բենզինը չի արտահանվելու Ռուսաստանի տարածքից, հիմա դիզելի հետ կապված այսօր կլինի նիստ, դրա մասին ասեց Ռուսաստանի փոխվարչապետ պարոն Նովակը, այսօր կլինի նիստ, որի ժամանակ կլուծվի հարց, կորոշվի արտահանում դադարեցնել, արգելել արտահանում դիզելի Ռուսաստանի դուրս։ Ու դա ցույց է տալիս վիճակը։ Այդքան հիմա ճգնաժամը այդ ոլորտում ուժեղ է էներգակիրների հետ կապված, որ Պուտինը երեք խոսած, ասեց մենք ունենք մեծ պաշարներ, ինչ որ կրակեց թվեր եւ բենզինի եւ դիզելի, պետք չի անհանգստանալ, բայց փաստը մնում է փաստ, որ լրջագույն հերթեր են Ռուսաստանում կապված եւ բենզինի եւ դիզելի հետ։ Այո, Ուկրաինան կարողացավ ձևեր գտնել, հակահարվածներ տալ ու ծանր վիճակի մեջ դնել Ռուսաստանը։ Ռուսաստանը պարզ է, Թրամփը որ զգուշացրեց ու դուք գիտեք հետախուզական տվյալները ամերիկացիք տալիս են օբյեկտների գլխավոր Ռուսաստանի, դա է պատճառը նաև որ բավական էֆեկտիվ հարվածներ է հաստանում Ուկրաինան, այդ հետախուզական տվյալները ունենալը անչափ կարևոր է Ուկրաինայի համար, Ամերիկան օգտում է ու ուժեղացրեց այդ օգնությունը։ Հիմա պարզ է Պուտինը հասկանում է, որ ինչ որ քայլեր պետք է անի թույլատնելու համար Տրամփի դժգոհությունը Պուտինից, դա է պատճառը, որ Պուտինը հայտարարություն արեց մի քանի օր առաջ, որ Ռուսաստանը պատրաստ է այն հիշում եք Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածությունների Դոնալդ Տրամփի հետ կյանքի գոչել, հետո հիշում եք Ստամբուլ կար միջև այդ ինքը ասում է այդ շրջանակներում մենք կաշխատենք, բայց շատ բան փոխվեց եւ մարտի դաշտում փոխվեց ուկրաինացիք շատ ու շատ տեղերում իրանց դիրքերը կամ ամրապնդեցին կամ ուժեղացրեցին կամ նույնիսկ առաջ եկան տեղեր կան, որ Ռուսաստանը առաջ եկավ, հիմա Ուկրաինան հակահարվածներ նույնիսկ մարտի դաշտում էլ տալիս է, հողի վրա ուժեղանում է, բացի դրանից հիմա օդում շատ ուժեղացավ Ուկրաինան դրոնների այդ արտադրությունների լայնամասշտաբ շնորհիվ։ Ու պարզ է, որ նույն պայմաններով Ուկրաինան չի համաձայնվի խոսել, բայց Պուտինը ասում է մենք այն ժամանակվա պայմաններով համաձայն ենք խոսել։ Հիշում եք պայմաններից մեկը, որ Ռուսաստանը ասում էր, որ Լուգանսկի եւ Դոնեցկի մարզի այն հատվածները, որ Ուկրաինայի տակ են դեր, որ ինձ հանձնել առանց պայքարի, նու պարզ է այդ անհնար բան է։ Բայց բացի դրանից Պուտինը ասեց, որ Ուկրաինան ուղարկեց երկու առաջարկություններ, դա շատ հետաքրքիր է, ուկրաինացիք դեռ չեն հաստատել։ Ինքը ասեց ուկրաինացիներից ես ստացա երկու առաջարկություն։ Խորքերը չարվածել, դուք էլ ռուսները խորքերը
հրթիռերով մեզ մի քահարվածի, մենք դրոններով ձեր խորքերը չենք հարվածի, ու պարզ է Պուտինը ասեց մենք չենք համաձայն չենք, քանի որ մենք ավելի ցավոտ հարվածները հասցնում ենք Ուկրաինային։ Ես պետք է ասեմ, որ իմ կարծիքով ուղղակի իրավիճակի չի տիրապետում Պուտինը։ Ինչ է կատարվում Ռուսաստանի ներսում, դա է պատճառը, որ հեշտ մերժում է այդ առաջարկը։ Եվ երկրորդը, Պուտինը ասում է ուկրաինացի առաջարկում են ռազմական գործողությունները սահմանափակել 4 շրջաններով՝ Խերսոն, Զապորոժիա, Դոնեցկ, Լուգանսկ։ Մենք դեմ ենք, քանի որ դա հնարավորություն կտա այլ տեղերից զորքերը բերել ստեղ ու ստեղ պայքարել Ռուսաստանի դեմ։ Մենք չենք ուզում, Պուտինը ասեց, Կիևյան ռեժիմը փրկել։ Ներկայացնում եմ ձեզ իրավիճակը, որ պատկերացնեք, վաղուց է մենք չենք խոսացի ռուս-ուկրաինական հարաբերությունների, ծանր է վիճակը Ռուսաստանի, բայց ինչքան էլ ծանր չլինի, փորձում է մեզ վաղացնել։ Բայց ինքը փաստը, որ մենք գիտենք ինչքան ծանր է, դա թույլ է տալիս մեզ ու մեր կառավարությունը ավելի ազատ գործել։ Պետք չի վախենալ, Ռուսաստանը շատ է թուլացված, բայց Ռետորաբանությունը վախացնելու մեզ օգտագործում են։ Նորից խոսած Դմիտրի Մեդվեդևը նորից զգուշացրեց մեզ, որ այն կապերը, որը մենք խզում ենք, իբր մենք խզում ենք կապերը Ռուսաստանի հետ, շատ թանկ են նստելու Հայաստանի քաղաքացիների վրա։ Ուրեմն իրանք մեր ապրանքների համար շուկան փակում են ու ասում են, այդ կապերը, որ Հայաստանն է խզում, մենք չենք խզել, դուք եք մեզ հետ խզում։ Ու երկրորդը ինքը բաց աջակցություն ցուցաբերեց Գագիկ Ծառուկյանին։ Ինչ ասեց պարոն Մեդվեդևը։ Ինքը ասում է, դատախազությունը Հայաստանի միջնորդությամբ հանդես եկավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև Հայաստանի, որ Գագիկ Ծառուկյանի դեմ կարողանան իրենք բացել քրեական գործը, հա, գործ հարուցել։ Ու ինքը ասում է, դա ճնշում է ընդդիմության դեմ, ժողովրդավարություն չկա, նու Ռուսաստանը մնաց, որ մեզ ասի, մեզ մոտ ժողովրդավարությունը թե ոչ, բայց ուզում եմ ասել, բաց ինքը պաշտպանեց պարոն Ծառուկյանի։ Հիմա ես անցնում եմ այսօրվա ամենակարևոր թեմային։ Բոլոր թեմաներն անչափ կարևոր են, նաև շոշափում են մեր շահերը, բայց այն որ Իսրայելը իրանց արտգործնախարարի նախաձեռնությամբ Իսրայելի կառավարությունը ճանաչեց հայոց ցեղասպանություն, դա շատ լուրջ է։ Այո, դուք բոլորդ գիտեք մեր կառավարության դիրքորոշումը, Հայաստանի կառավարության դիրքորոշումը, նաև որ Հայաստանը չի ուզում հիմա ցեղասպանության հարցը, այլ պրոբլեմատիկ հարցեր, որոնք գալիս են պատմությունից նույն Թուրքիայի հետ, շոշափել, առաջ բերել, այլ ուզում է պրագմատիկ կառուցել հարաբերություններ, անվտանգության ոլորտ, դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, սահմանների բացում, պրագմատիկ գնալ։ Այդ քաղաքականությունը մենք գիտենք, հաճախ մենք դրական ենք արտահայտում այդ քաղաքականության նկատմամբ, դրական ենք տրամադրված ու դրա մասին խոսում ենք, քանի որ շատ կարևոր է Հայաստանի համար այս Ռուսաստանի կեցվածքից հետո, երբ որ Ռուսաստանը չկատարեց իր ռազմավարական պարտների պարտավորությունները Հայաստանի առջև 2020 թվին, 2023 թվին, այս նոր իրավիճակում փորձել հարևանների հետ, բոլորի հետ կառուցել հարաբերությունները, պարզ է Իրանի, Վրաստանի հետ փայլուն հարաբերություններ ունեն, բայց մեզ շատ պետք է հիմա Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կառուցել հարաբերություններ, նաեւ այդ թվում դիվանագիտական հարաբերություններ, Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգ առաջ տանել եւ Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները ուղղակիորեն։ Ինչ է պետք։ Դիվանագիտական հարաբերությունները, որ Թուրքիան համաձայնվի հաստատել մեզ հետ եւ սահմանը բացի։ Այդ կոնտեքստում շատ հասկանալի է, որ գործող կառավարությունը Հայաստանի ինչ է ասում, որ մենք չենք ուզում ցեղասպանության ճանաչման հարցը դարձնել ակտուալ հարց, մեզ համար ինքը առաջնահերթությունների մեջ չի։ Նորից կրկնում, կարելի է համաձայնվել, կարելի է չհամաձայնվել, բայց գործող կառավարությունը ունի լեգիտիմություն ու այդ լեգիտիմությունը այդ ուղղությամբ է տանում։ Ու մենք նորից կրկնում հաճախ ասում ենք, որ դա ճիշտ է, պրագմատիկ մոտեցում է, դուրս գանք այս վիճակից, հետո կխոսանք։ Բայց նորից կրկնում եմ, այս նախաձեռնությունը, որով հանդես եկավ
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սարը շատ լուրջ է։ Ինչի է լուրջ, քանի որ դա կազդի շատ ու շատ հարաբերությունների վրա։ Ուրեմն Իսրայելը ճանաչեց հայոց ցեղասպանությունը, կառավարությունը ճանաչեց, հիմա փոխանցեցին իրանց առաջարկը Կնեսետին, Իսրայելի պարլամենտին, որ ճանաչի, կասկածի ես չունեմ, որ իրանք էլ կճանաչեն, բայց երեկվանից կարող ենք ասել Իսրայելը կառավարությունը ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Ասեմ ձեզ տեքստը շատ գրագետ տեքստ է, որտեղ որ խոսվում է նրա մասին, որ 1.5 միլիոն հայ կոտորվեցին Օսմանյան կայսերության փլուզման ժամանակ, կոտորվեցին նպատակաուղված դա ցեղասպանություն է եւ ավելին այնտեղ գրված է, որ անընդունելի է Իսրայելի կառավարությունը համարում փորձ աղավաղել, ֆալսիֆիկացնել, մոնիպուլյացնել փաստերը։ Ցեղասպանությունը եղել է եւ ցեղասպանությունը իրանք ճանաչում են։ Նաև տեքստում կա քննադատություն Թուրքիայի նկատմամբ, որը փորձում է այս աղավաղել պատմությունը, մանիպուլացնել եւ ժխտողական քաղաքականությունը Թուրքիայի իրանք քննադատում են։ Իմիջիալ ձեզ ասեմ, որ երբ որ վարչապետ Նետանյախուին հարցրեցին, ասեցին ոնց եք դուք վերաբերվում այս նախաձեռնությանը, ինքը ասեց ոնց, ես կողմ եմ, որ ճանաչվի հայոց ցեղասպանությունը, կողմ էի ու հիմա էլ աջակցում են, որ դա ճանաչվի ու ճանաչվեց հայոց ցեղասպանությունը։ Հիմա պարզ է, որ մենք հասկանում ենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի արձագանք կլինի ու եղավ այդ արձագանքները, ես մի քանի րոպե հետո կխոսեմ, բայց պետք է ասեմ, որ ես հասկանում եմ ինչու Իսրայելը գնաց այդ քայլի։ Վաղուց է քննարկումներ եղել են Կնեսետում, որ պետք է ճանաչել հայոց ցեղասպանությունը, էտել հրյա ժողովուրդը, որը անցավ Հոլոկոստը, պարզ է, որ ճիշտ է ճանաչել, բայց քաղաքական հանգամանքներ միշտ խոչընդոտում էին։ Հիմա քաղաքական հանգամանքները ուղիղ հակառակը թույլ են տալիս Իսրայելի եւ կառավարությանը եւ Կնեսետին ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Ավելին ձեզ ասեմ, Գազայի դեպքերից հետո, երբ որ Իսրայելը ահաբեկչական հարձակումներից հետո, երբ որ Համասը ահաբեկչական մեծ հարձակումներ արեց, հիշում եք Իսրայելը կոշտ պատասխան տվեց, ու այս պատերազմի ժամանակ պարզ է Գազայում ծանրագույն վիճակ էր, նաև անմեղ մարդիկ շատերը զոհվեցին, ու դուք գիտեք Թուրքիան քննադատում էր Իսրայելին ու շարունակում է, սպառնում է, որ կոչնչացնի Իսրայելին, որը կատարեց ցեղասպանություն Գազայում, պաղեստինցիների դեմ Գազայում։ Ու պարզ է Իսրայելը չէր կարող չհիշեցնել Թուրքիային, որ Թուրքիան կատարեց ցեղասպանություն հայերի դեմ, ու ստեղ ինչ որ հեքիաթներ է պատմում։ Դա ես կապում եմ այս պատմության հետ։ Բացի դրանից, դուք գիտեք, վերջի ժամանակները շատ սրվեցին Թուրքիա-Իսրայել հարաբերությունները, հասան նրան, որ Էրդողանը մեկ անգամ չէ, որ ասում էր, որ պետք է այս երկիրը ոչնչացնել։ Մոտավորապես միտքը դա էր, ու դա մի անգամ չէ։ Պարզ է Իսրայելը հասկանում է վտանգները եկած Թուրքիայից ու բավական այս ձևի կոշտ արձագանք տվեցին, ճանաչելով հայոց ցեղասպանությունը, հակարված տվեցին Թուրքիային։ Հիմա ինձ համար կարևորը նա է, որ Իսրայելը ճանաչեց հայոց ցեղասպանությունը, արդարացումը եւ արդարադատությունը առաջ են գալիս, ստեղ ես այդ կոնտեքստով եմ նայում, մեր կառավարությունը ունի իր դերակատարությունը շատ լավ, բայց որպես փորձագետ ես ասում եմ ինչի՞ չէ, թող Թուրքիան արարեսվի իր պատմության հետ, ինչի ժխտում է։ Ես ավելին ձեզ ասեմ, Նետանյախուն կներեք այսօր ելույթ ունեցավ կառավարության նիստում ու ասեց մենք հոգնած ենք այս սպառնալիքներից, որոնք հնչում են Թուրքիայից ու Էրդողան նախագահից ու ասեց մենք տեղյակ կպահենք Դոնալդ Թրամփին, որ ուղղակիորեն նորից Էրդողանը մեզ սպառնում է, որ Իսրայելը կոչնչացնի։ Հիմա պարզ է, որ այս
որոշմանը կարձագանքեին Թուրքիան ու Ադրբեջանը։ Իրանք նույն պահին արձագանքեցին, առաջի արձագանքը Թուրքիայի էր, կողմից էր, Թուրքիան ուր տարավ։ Թուրքերը նույնիսկ իրանց հայտարարության մեջ, Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ Իսրայելի կառավարության այդ որոշման դեմ, նույնիսկ հայոց ցեղասպանության բառերը չեն օգտագործում, իրանք օգտագործում են բառ իրադարձություններ 1915 թվի։ Դեպքեր, իրադարձություններ 1915 թվի։ Ու իրենք ասում են, որ Իսրայելը այս դեպքերը օգտագործելով հարվածում է Թուրքիային, քանի որ Թուրքիան քննադատում է Իսրայելի քաղաքականությունը Գազայի դեմ ուղղված, ու Թուրքիան նորից ասում է, Թուրքիայի արտգործնախարարության այդ հայտարարության գրված է, որ Թուրքիան մեղադրում է Իսրայելին ցեղասպանություն կատարելու Գազայում, ու Թուրքիան հետևողական միջազգային հանրության մեջ դա կանցկացնի, որ Իսրայելը արեց ցեղասպանություն, մենք քննադատում ենք, հենց դրա պատճառով Իսրայելը ճանաչեց հայոց ցեղասպանությունը, ավելին իրանք ասեցի այդ չարամիտ նախաձեռնությունն է Իսրայելի կողմից, որը անտեսում է պատմական իրողությունը եւ այլ եւ այլ։ Ուրեմն նամակում Թուրքիայի պարզ է շեշտը դրվում է Իսրայելի վրա, իբր ցեղասպանություն կատարվեց Գազայի դեմ, այդպես է մեկնաբանում Թուրքիան այդ իրադարձությունները, բայց ցեղասպանության կոնտեքստով կարճ էր գրված, բայց ժխտողական տարեր կային ցեղասպանության հետ կապված Թուրքիայի կողմից։ Հիմա արձագանքը Ադրբեջանից նա էր, որ Ադրբեջանը կոչ է անում Իսրայելին վերանայել այդ որոշումը։ Ադրբեջանը կոչ է անում Իսրայելի վերանայել որոշումը։ Ես հիմա այդ տեքստի միջոցով չեմ անցնի, քանի որ Ադրբեջանը չի ճանաչում հայոց ցեղասպանությունը, հասկանալի է, համարում է, որ դա չի եղել, այդ գաղտնիք չի ձեզ համար, այդ մասը իրանց տեքստի ես չեմ մեջբերի, բայց իրենց առաջարկը վերանայել։ Ինչու ստեղ Ադրբեջանը չի մեղադրում Իսրայելը, օրինակ, ցեղասպանության մեջ Գազայում։ Ինչու չի մեղադրում, Թուրքիան մեղադրում է, քանի որ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները ռազմական ոլորտում շատ քիչ են, շատ ուժեղ են, Ադրբեջանը մի քիչ ավելի զգուշավոր է, Ադրբեջանը ասում է, որ մենք կոչ ենք անում վերանայել ձեր որոշում։ Պնդում եմ, Իսրայելը չի վերանայի իր որոշումը, ավելին Կնեսետը որոշում կընդունի, կմիանա Իսրայելի կառավարության որոշմանը ճանաչել ցեղասպանությունը, ու դրանից հետո կսկսվեն խնդիրներ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների մեջ։ Ես կարծում եմ, բավական կսառեցվեն հարաբերությունները։ Դուք ուզում եք, համոզված եմ, իմանալ որն են հետևանքները, ես պնդում եմ, հետևանքներից մեկը կլինի, որ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները կսառեցվեն։ Իսրայելը հետ չի կանգնի, հասկանալի է, ճանաչեց ցեղասպանության փաստը, հայոց ցեղասպանության, Ադրբեջանը հիմա խնդրում է վերանայել, բայց չի վերանայի Իսրայելը, ուրեմն իրենց հարաբերությունները կսառեցվեն։ Այդ մի հետևանք, որը ակնհայտ ես տեսնում եմ։ Երկրորդ հետևանքը, որը ես տեսնում եմ, Ադրբեջանը, դուք գիտեք, խոչընդոտում է այն մեկ փաստի, որ Թուրքիան բացի մեզ այդ սահմանը եւ դիվանագիտական հարաբերություն հաստատի։ Ադրբեջանը ասում է, սպասի, էլի կա բաներ, Հայաստանը պետք է լուծի, հետո նոր։ Իմ ունեցած տվյալներով ես ասել եմ ձեզ դրա մասին, Թուրքիան դրանից շատ է դժգոհ, քանի որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները հիմա դինամիկ զարգանում են։ Ու Թուրքիան ասում է, Ադրբեջան, դու քո տարածքը հիմա տալիս ես, որ բերեն Ռուսաստանից բերներ գան Հայաստան։ Ինչի՞ չես տալի մեզ, որ մենք սահմանը բացենք։ Թուրքիան դժգոհ է։ Հիմա Իսրայելի հարվածից հետո Թուրքիան անպայման պետք է ցույց տա աշխարհին, որ Հայաստանի հետ լավ է, ու ասի, ինչի է Իսրայելը միջամտում մեր հարաբերությունների մեջ, եթե մենք ունենք նորմալ հարաբերություններ։ Բայց դրա համար իրանք պետք է կարգավորեն հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները հաստատեն եւ երկրորդը բացեն սահման։ Ուրեմն այս Իսրայելի քայլը կարող է բերի նրան, որ Թուրքիան անի ավելի կտրուկ քայլեր հայ
թուրքական հարաբերություններում, բացի սահմանը նվազագույնը, ու չնայի ինչ է ասում Ադրբեջանը։ Մեր կառավարության դիրքորոշումը ինչ պետք է անի, ոնց պետք է արձագանքի այս փաստին, այդպես միանշանակ դժվար է ասել, գլխավորը, որ մեր կառավարությունը ունի դիրքորոշում, շարունակում է այդ քաղաքականությունը, ինչ որ իմպուլսիվ քայլեր պետք չի անել, բայց մտածել արձագանքի մասին, դրական արձագանքի մասին այն փաստի, որ Իսրայելը ճանաչեց հայոց ցեղասպանությունը, ես կարծում եմ իմաստ ունի, քանի որ այդ հարցը կապ չունի այլ հարցերի հետ։ Այդ հարցը կապված է արդարության հետ, պատմական արդարության հետ, այս ձևի հարցերի հետ։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։